այս տարի մենք ամփոփեցինք շատ կարևոր հետազոտություն Հայաստանի համար, որը ըստ էության բացահայտում է չվարձատրվող աշխատանքի ծավալը։ Գործընկերս մի փոքրանց ավելի մանրամասն դրա մասին կխոսի թվերով։ Նպատակը այս հետազոտության ցույց տալն էր, թե որքան են Հայաստանում մարդիկ ժամանակ ծախսում տնային աշխատանքի վրա, որը ըստ էության այս պահին որպես այդպեսին ճանաչված չէ եւ ֆինանսական առումով որևէ կարգավիճակ չունի եւ ոչ էլ սոցիալական առումով ինչ որ կարգավիճակ ունի, բացահայտել այս իրավիճակը եւ առաջարկել լուծումներ թե պետությանը, թե մասնավոր կազմակերպություններին, թե հասարակությանը առհասարակ։ Հետազոտությունը շատ կարևոր բան ցույց տվեց, որ հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք, եւ սա ցույց է տալիս, որ մենք այստեղ շատ անելիք ունենք, որովհետեւ ինքը իր հերթին բերում է բազում հարցեր ու խնդիրներ եւ դրանք չլուծելու պարագայում կարող են նաեւ առաջանալ տնտեսական առումով բարդություններ Հայաստանի համար։ Բայց լավն այն է, որ լուծումները կան, ամբողջ աշխարհում արդեն իսկ փորձ կա, մենք կարող ենք այդ փորձը վերցնել եւ կիրառել այստեղ։ Մի բան, որ կուզեմ նախապես ասել, միջև գործընկերս թվերը ներկայացնի, որևէ պարագայում այստեղ չկա մեկ լուծում, որը կիրառելի է բոլոր ընտանիքների, բոլոր իրավիճակների համար։ Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ մենք պետք է ստեղծենք հնարավորություն, որպեսզի ընտանիքը ինքը ընտրի, որն է իր լավագույն շահը, եւ այդ ընտրության իրականացման արդյունքում կարողանա յուրաքանչյուր ընտանիքի անդամ իրականացնել իր պոտենցիալը ամբողջությամբ։